Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Զաքարյանների իշխանական ընտանիքի գլխավորությամբ հյուսիս-արևելյան Հայաստանի ազատագրումից հետո ձևավորվում է իշխանապետության յուրօրինակ համակարգ, որի սահմանները ամրապնդվում էին ոչ միայն իրենց ամրոցաշինական աշխատանքներով, այլ նաև հոգևոր կենտրոնների ստեղծմամբ եւ նախկինների վերաշինմամբ։ Այդպիսի մի վանական կենտրոն էր Տեղերի վանքը։ Բարև ձեզ, մեր պատմությունը հաղորդաշարի եթերում մենք այսօր խոսելու ենք Տեղերի վանքի մասին։ Այն մեր բնակչության շրջանում երբեմն հայտնի է ավելի առօրյա խոսակցական լեզվով ասված տղերի կամ դղերի վանք անունով, բայց բնականաբար սկզբնաղբյուրներում հիշատակվում է նախ եւ առաջ Տեղեր գյուղատեղի անունով որպես Տեղերի վանք։ Վանքը հիմնադրվել է 13-րդ դարում, այն նշանավոր է դարձել Վաչուտյան իշխանական ընտանիքի գործունեության շնորհիվ։ Վաչուտյանները պետք է շեշտել, որ Զաքարյան իշխանական ընտանիքի հետ փոխկապակցված կարևորագույն տոհմերից մեկն էին։ Եթե առանցքային նշանակությամբ վերցնենք, ապա ավագ տոհմաճյուղի Զաքարե Զաքարյանի զինված ուժերի հրամանատարներն էին։ Հետևաբար Զաքարեի ենթակայության տակ գործող իշխանների մեջ ամենակարևոր նշանակությունն ունեին։ Երբ Զաքարե Զաքարյանը փաստորեն նշանակվել էր Վրաց թագավորության ամիր սպասալար, այսինքն զինված ուժերի ընդհանուր հրամանատար սպարապետ եւ ղեկավարում էր նաեւ հայկական բոլոր ստորաբաժանումները վրացական բանակում, նա եւ նրա եղբայրը Սարգիս Զաքարյանը շատ կարևոր արտոնություն ստացան վրացական գահի կողմից, Թամար Թակուհին թույլատրեց, որպեսզի արագացնի հայկական հողերի ազատագրման գործընթացը, ինչը նաև ձեռնտու էր բնականաբար Վրաց թագավորությանը, նա թույլատրեց, որ հայ նախարարների կողմից, հայ իշխանների կողմից ազատագրված բոլոր հողերը դառնան նրանց տիրույթ, այսինքն ստացվում է, որ Զաքարեն եւ Իվանեն իրենք էին տնօրինելու իրենց ենթակայության տակ գտնվող զորականների ազատագրած հողերը եւ շնորհելու էին այդ մարդկանց։ Սա մեծապես ավելացնում էր այս իշխանների մոտիվացիան, ցանկությունը եւ շահագրգռվածությունը, որ նրանք շատ ավելի արագ կարողանան այս տարածքները ազատագրել եւ հեռանկարում այն էր, որ այդ ամենը լինելու է իրենց սեփականությունը, ընդ որում հայրենական հողատիրության, այսինքն ժառանգաբար փոխանցվելու սկզբունքով։ Այստեղ շատ կարևոր է, որ մյուս կողմից եւս, այսինքն այդ տարածքներում ապրող բնակչության տեսանկյունից եւս այս մոտեցումը շատ նպաստավոր եղավ, որովհետեւ տեղի հայ բնակչությունը տեսնում էր դրա մեջ հնարավորություն ապրելու սեփական ազգության եւ սեփական դավանանքին պատկանող հայ իշխանների ենթակայության տակ։ Եվ դրա համար այս փոխշահավետ համագործակցությունը սկսեց լուրջ արդյունավետ արդյունքներ տալ։ Արդյունքում մենք տեսնում ենք, որ հյուսիսարևելյան Հայաստանը արագ ազատագրվում է։ Նույն Վաչուտյանների ներկայացուցիչներից Վաչե Վաչուտյանը 1196 թվականին Ամբերդի ազատագրումից հետո որպես հենց Զաքարե Զաքարյանի ուժերի հրամանատար իշխանած իշխան տիտղոսով հաճախ հիշատակվող նաև արձանագրություններում ստանում է Ամբերդ ամրոցը, ամրացնում է, ամրաշինական աշխատանքներ կատարում եւ սկսում է Արագածոտն եւ Նիգ պատմական գավառների տարածքում, որպես արդեն նաեւ կարելի ասել Արարատյան ուղղության, Արարատյան կուսակալության կողմնակալ, այսինքն կառավարչապետ եւ ռազմական ուժերի հրամանատար, այստեղ նաև վերաշինման եւ նոր կենտրոնների կառուցման աշխատանքներ կատարել։ Մի կողմից ռազմապաշտպանական համակարգերն են արդիականացվում, նախ եւ առաջ Ամբերդն է վերաշինվում եւ նրա ամրությունները, իսկ մյուսը հոգեվոր կենտրոններն են նորոգվում եւ նորերը կառուցվում։ Օրինակ, հին կենտրոններից վերաշինվում են եւ նոր գեղեցիկ եկեղեցիներ են այդտեղ կառուցվում, Հովանավանքը եւ Սաղմոսավանքը, որոնք վերածվում են Վաչուտյանների տիրույթների հոգևոր կենտրոնների եւ իրենց ժամանակի համար նաեւ վարդապետարան համալսարանների։ Այստեղ գրչության կենտրոններ են գործում, զարգանում, գրվում են բարձրաճաշակ նաեւ մանրանկարներ եւ նաեւ իհարկե այստեղ պատրաստվում են կադրեր, նշանավոր դեմքեր ամբողջ Հայաստանի համար։
Այս գործունեության մեջ իհարկե նաև տեսնում ենք այլ կենտրոններ, օրինակ Թեղենյաց վանքում մենք տեսնում ենք, որ զարգանում է գրչության արվեստը, վանական դպրոցը եւ նաև կառուցվում են լիովին նոր վանական կենտրոններ եւ այդ վանական կենտրոնների մեջ կարելի է առանձնացնել Վաչուտյանների հոգացությամբ կառուցված, օրինակ ապարանին մոտ գտնվող Աստվածընկալ վանքը եւ իհարկե չենք կարող չնշել հենց մեր այսօրվա հաղորդմանն առնչվող գլխավոր վանական կենտրոն Տեղերի վանքը։ Տեղերը իհարկե վարչական իմաստով նրանց ենթակա իշխանության կենտրոնը չէր, հոգևոր կենտրոնը առաջին հերթին Հովանավանք եւ Սաղմոսավանքն էին, որտեղ նաև կապված էր նրանց տոհմական սպասարկման հանգամանքի հետ, բայց նաև պետք է նշել, որ այս տոհմի հոգացությամբ կառուցված եկեղեցիների եւ վանական կենտրոնների մեջ Տեղերի վանքն ունի առանձնահատուկ դեր, եւ սա նախ եւ առաջ պայմանավորված է նրանով, որ այն ունի ճարտարապետական յուրահատկություն։ Մեր միջնադարյան ճարտարապետության մեջ սա եզակի եւ ըստ էության առաջին օրինակն է, երբ գավթի վրա ունեն կառուցված մատուռներ, որոնք երկհարկ տպավորություն են ստեղծում, այսինքն տանիքի վրա են կառուցված երկու մատուռներ, եւ երբ մենք դիտում ենք եկեղեցուն արևմտյան կողմից, նրա հյուսիս-արևմտյան եւ հյուսիս-արևելյան հատվածներում գավթի տանիքի վրա կառուցված երկու ավանդատները գլխավոր գմբեթի հետ, եկեղեցու հիմնական գմբեթի հետ տալիս են եռագմբեթ տպավորություն։ Այսինքն ստացվում է եկեղեցին իրականում ունի մեկ գմբեթ եւ այդ կենտրոնագմբեթ կառուցող եկեղեցու հետ նրանքից ավելացված գավթի երկու ավանդատները տալիս են բացառիկ տեսք արևմտյան կողմից դիտելիս, դա եռագմբեթ այդ տեսարանն է, որով իսկապես բացառիկ է եւ հետագայում միջնադարյան հայ ճարտարապետության մեջ եւ նաեւ նոր ժամանակների համար այն երկհարկ, օրինակ զանգակատների համար ուղենիշ է դարձել, ինչպես պետք է զանգակատան այդ երկրորդ հարկը որպես մատուռ եկեղեցի առանձին այդպես ճարտարապետական լուծում ստանա։ Եվ նման լուծումներ տեսնում ենք Կարբիում օրինակ, նույնիսկ Մարտաճարի զանգակատան պարագայում եւ այլն, այսինքն այդ ոճը բավականին տարածում է գտնում, կատարելագործվում եւ ձեռք է բերում ֆունկցիոնալ այլ կարգավորումներ։
Մասնագետները այստեղ այս երկու մատուրների կառուցումը կապում են ավելի շատ հանգուցյալների հիշատակը հարգելու հանգամանքի հետ, որովհետև տեղերի վանքի պարագայում մենք տեսնում ենք, որ այստեղ գավթում կատարվել են հուղարկավորություններ, այստեղ օրինակ վանական ծառայություն կատարող միաբանների համար հուղարկավորություններ են կատարվել եւ ստացվում է, որ հանգուցյալների հիշատակի հետ կարող է կապված լինել այս ճարտարապետական լուծումը։ Տեղերի վանքի շինարարությունը ընթացել է 1213-ից 32 թվականներին։ Պահպանվել է արձանագրություն գավթում, արձանագրություններից մեկի մեջ թվականը նշվում է, թե երբանից է օրինակ գավթի շինարարությունը կատարվել, այն արդեն 1221-32 թվականներին է իրականացվել եւ գավիթը իր տարածքով ավելի զբաղեցրած մակերեսով ավելի մեծ է, քան բուն Սուրբ Աստվածածին եկեղեցին, եւ այստեղ շատ հետաքրքիր է, որ եկեղեցին ըստ ամենայնի իր բարձրադիր կառուցման վայրով պայմանավորված եւ դժվարություններով այստեղ լրացուցիչ աշխատանքային ներուժ կիրառելու շատ ավելի համեստ է օրինակ բարձրաքանդակների տեսանկյունից, պատերին խաչերի, խաչքարերի եւ քանդակազարդ այլ լուծումների տեսանկյունից։ Բայց կրկնում եմ, այստեղ մեծ առանձնահատկություն է այն, որ մենք ունենք փաստորեն գավթի տանիքի վրա կառուցված երկու լրացուցիչ մատուրներ, որոնք եռագմբեթ տպավորություն են ստեղծում։ Վաչուտյանների իշխանական ընտանիքի մի քանի կին գործիչների անուններ են հիշատակվում, որ աչքի են ընկել իրենց շինարարական գործունեությամբ, եւ այդ անունների մեջ իհարկե առանձնանում է Մամա Խաթունը, Վաչե Վաչուտյանի կինը, ապագա քուրդ առաջին Վաչուտյանի մայրը, ով հենց կառուցել է այս վանքը, տեղերի վանքը եւ օրինակ գավթի շինարարությունը տևել է 11 տարի։ Այս ամբողջ ընթացքում նրա հոգացությունն է եղել այստեղ եւ կարեւոր է նաեւ, որ հիշատակության մեջ պահպանվել է նաեւ ճարտարապետի անունը, աղբայրիկ ճարտարապետը եւ սա իհարկե այն առանձնահատուկ եզակի հիշատակություններից է, որ մենք փաստորեն ունենք պահպանված ճարտարապետի անունը։ Մենք տեսնում ենք, որ Վաչուտյանները նաև շարունակել են այլ տարբեր վանական կենտրոններում իրենց աշխատանքները, իրենց հոգացությամբ շինարարական աշխատանքներ են ծավալվել վաղուց գոյություն ունեցող մի քանի տարբեր վանքերում, օրինակ այդպիսին է Հառիճավանքը, Մակարավանքը, Կեչառիսի վանքը եւ նաև այլ վանքեր։ Այս ամենի մեջ իհարկե կարևոր է շեշտել, որ Վաչուտյանները լինելով իրենց տարածքի արդեն լիակատար տիրակալները կարևորություն էին տալիս վանական կյանքի վերականգմանը, նաև այն տեսանկյունից, որ սրանք ոչ միայն կրոնական միջավայր են, այլև լայն իմաստով հայկական ազգային հոգևոր կյանքի վերականգման, ազգային հոգևոր միջավայրի վերականգման ցուցիչներ էին։ Այս կենտրոնները միաժամանակ եւ համալսարաններ էին եւ գրչության կենտրոններ էին եւ կրթության ու հոգևոր տարբեր արժեքների տարածման կարևորագույն վայրեր։ Տեղերի վանքում հետագա տարիների ընթացքում եղել են տարբեր լրացուցիչ աշխատանքներ, օրինակ կարող ենք նշել, որ 1467 թվականին այստեղ ավարտին են հասվել պարսպապատման աշխատանքները, վանական համալիրն ամբողջությամբ պարսպապատ է դարձել շնորհիվ Սարգիս վարդապետ յուրաքանչու ջանքերի եւ մենք ունենք արդեն իսկապես լավ պաշտպանված նաեւ վանական կենտրոն մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում միմյանց դեմ պայքարում էին երկու թուրքմենական ցեղեր, կարակոյունները եւ ակկոյունները հանուն իրենց իշխանության այս տարածաշրջանում։ Չափազանց հետաքրքիր մի փաստ կա, որ առնչվում է այս երկու անձնավորություններին տարածաշրջանում այս տարածքի տիրակալ Վաչե Վաչուտյանին եւ նրա կնոջը Մամա Խաթունին ուղղակիորեն առնչվող փաստ, նրանց որդին Քուրդ Վաչուտյանը այս տարածաշրջանում 1254 եւ 55 թվականներին երկու անգամ ընդունելության է արժանացրել իր իշխանանիստ Վարդենիս գյուղում այդ ժամանակաշրջանի հայոց թագավոր Հեթում առաջինին։ Հեթում առաջինը գահակալում էր Կիլիկիայի հայկական թագավորությունում, այստեղ շատ կարևոր է շեշտել, որ Կիլիկիայում թագավորները իշխում էին հայոց թագավոր տիտղոսով,
այսինքն նրանք ներկայանում էին որպես հայկական ամբողջ իրականության թագավորներ, բայց չունեին փաստական իշխանություն բուն Հայաստանի տարածքում։ Այդ ժամանակ Հայաստանն արդեն նվաճված էր մոնղոլների կողմից, բայց փաստորեն տեղական հայկական ավականու մոտ, տեղի իշխանների մոտ ընկալումը այնպիսին էր, քաղաքական ընկալումը, որ իրենք գործ ունեն հայոց թագավորի հետ։ Հետում առաջինի եւ մյուս բոլոր մեր թագավորների պարագայում նրանց դրամների վրա, նրանց կնիքների, մակագրությունների վրա նշված է թագավոր հայոց։ Հայոցը մեծատառ էր գրվում եւ կարելի էր հասկանալ եւ համահայկական նշանակությամբ հայերի փաստորեն թագավոր եւ Հայաստանի թագավոր միևնույն ժամանակ։ Դա ըստ էության երբեմնի թագավոր հայոց մեծած տիտղոսի կրճատված տարբերակներ, այսինքն մեծ հայքի թագավոր եւ ըստ էության նշանակում էր Հայաստանի թագավոր նախ եւ առաջ։ Հետեւաբար այս ընդունելությունը չափազանց հետաքրքիր է, ստացվում է, որ հենց Վաչուտյան իշխանական ընտանիքի ներկայացուցիչներն են դիմավորել հայոց թագավորին, ով մեկնում էր Հայաստանի տարածքով դեպի Միջին Ասիա, այստեղ մոնղոլական տերության մայրաքաղաք Կարակորումում հանդիպելու իրենց մանգու մեծ խանի հետ, կնքելու նրա հետ պայմանագիր, որով դառնալու էին Կիլիկյան Հայաստանը մոնղոլական տերությունը դաշնակիցներ։ Այս ճանապարհին նա փաստորեն գաղտնի հանդիպում է ունեցել մեկնելիս եւ նաեւ վերադարձին նույնպես եւ հայ իշխաններին շատ հետաքրքիր էր թե ինչ է սպասվում բուն Հայաստանում իրենց, ինչպես կարող են իրենք դիրքավորվել մոնղոլական տերության ներսում, ինչ ակնկալիքներ կարող են ունենալ հետագայում եւ այս առումով նրանց համար հետագա քաղաքական եւ նաեւ ինչու ոչ հոգեվոր գործունեության ուղենիշներ կարող էր տալ թագավորի հետ հանդիպումը։ Վանական համալիրը պատմության ընթացքում ենթարկվել է որոշակի նաև դժվարությունների եւ օրինակ տուժել է 1948 թվականին երկրաշարժից, դրանից հետո նույնիսկ խորհրդային իշխանության պայմաններում 50-ից 52 եւ 75-ից 76 թվականներին այստեղ տեղի ունեցել նորոգման աշխատանքներ եւ հետագայում արդեն վերջին տարիներին նաև տարածքն է բարեկարգվել եւ ավելացվել են նոր խաչքարեր եւ այժմ ունենք այն տեսքը, այն արտաքին տեսքը տեղերի վանքի, որ մեր հեռուստադիտողը տեսնում է։ Այսպիսով տեղերի վանքի օրինակով մենք ունենք նաեւ մի հստակ ուղենիշ, որ երբ հայ նաեւ աշխարհիկ ավականին հոգացություն է դրսևորում նաեւ վանական կենտրոնների նկատմամբ, սրանով փաստորեն վերականգնում է հայկական քաղաքակրթական միջավայրը, այն հոգեվոր միջավայրը, որը մի կողմից պաշտպանում է գրչության եւ այլ արվեստների զարգացումը եւ միևնույն ժամանակ ապահովում է հայ կրթական միջավայրի առկայությունը։ Իսկ մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին, կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր հաղորդաշարի եթերում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։